Թուրքական մամուլը հայտնում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես Ալիջան սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, որը կբարելավի կապը Իգդիրի ուղղությամբ եւ կմեծացնի տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետը, միգրացիոն ծառայության ղեկավարը, Թուրքիայի պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում նախատեսվում են մի շարք խորհրդանշական քայլեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի մոտ 30 երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ըստ պետքարտուղարությունում Associated Press-ի աղբյուրների, նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Բոլոր այդ դիվանագետները նշանակվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Ըստ գործակալության այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիովին աջակցում են ամերիկան առաջինը քաղաքականության օրակարգին։ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, նշելով միայն, որ ցանկացած վարչակազմի օրոք փոփոխությունները բնականon գործընթաց են։ Հարավարևելյան Ասիայի երկրների արտգործնախարարները Կուալա Լումպուրում քննարկել են Թայլանդի եւ Կամբոջայի միջև սահմանային բախումները, որոնց հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, ավելի քան կես միլիոն մարդ տեղահանվել։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Թայլանդի եւ Կամբոջայի բարձրաստիճան դիվանագետները։ Սա կողմերի միջև առաջին դեմարդեմ հանդիպումն է դեկտեմբերի 8-ին վերսկսված բախումներից հետո։ Քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ դեկտեմբերի 24-ին կհանդիպեն երկու երկրների պաշտպանության նախարարները։ ASEAN-ի երկրների արտգործնախարարները նպատակ ունեն վերականգնել Մալազիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնությունը։ Թայլանդը եւ Կամբոջան հրադադարի խախտման համար մեղադրում են իրար։ Ըստ հոկտեմբերին ձեռք բերված համաձայնության կողմերը պետք է ականազերծում իրականացնեին եւ սահմանից հետ քաշեին զորքերն ու ծանր տեխնիկան։ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում եւս մեկ լցանավ է կալանել, երրորդը վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Նշվում է, որ կալանվել է նավթամթերք տեղափոխող Բելա 1 խոշոր լցանավը։ Այն 2024 թվականին ավելացվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, այն ստվերային նավատորմի մաս է եւ զբաղվում է նավթի ապօրինի վաճառքով։ Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է լցանավերի կալանումը, դա անվանելով միջազգային ծովահենություն։ Տեղի ունեցածին արձագանքել է նաեւ Պեկինը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մեկ այլ երկրի նավերի կամայական զավթումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է։ Պեկինը դեմ է բոլոր միակողմանի եւ անօրինական պատժամիջոցներին։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, Վենեսուելան իրավունք ունի հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ։ Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց Ճապոնիան որոշում է կայացրել վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանը Կաշիվազակի Կարիվան։ Նիիգատայի նահանգապետարանը հաստատել է ատոմակայանի աշխատանքը վերսկսելու որոշումը։ Նահանգապետարանի շենքի դիմաց շուրջ 300 մարդ բողոքի ցույց է անցկացրել։ Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերությունը քննարկում է ատոմակայանի 7 ռեակտորներից առաջինը հունվարի 20-ին վերագործարկելու հնարավորությունը։ Կաշիվազակի Կարիվան մեկն էր այն 54 ռեակտորներից, որոնք փակվեցին 2011 թվականին Ֆուկուսիմայի էլեկտրակայանը վնասած երկրաշարժից եւ ցունամիից հետո։ Ֆուկուսիմայի աղետը համարվում է ամենախոշոր միջուկային աղետը Չեռնոբիլից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ Ջեֆը հասկանում է, թե որքան կարևոր է Գրենլանդիան մեր ազգային անվտանգության համար եւ վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը, նշել է ԱՄՆ ղեկավարը։ Թրամփի այս հայտարարությունից հետո Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որ բոլորը, այդ թվում Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի թագավորության տարածքային ամբողջականությունը։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Նա նույնիսկ չի բացառել ռազմական ուժի կիրառումը կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայում է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության մասին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։